Մանավանդ, որ Հայաստանում օգտագործվող ապուշների պակաս չկա, ինչպես նաև չկա պակաս մարդկանց, որ գիտակցաբար պատրաստ են իրենց ծառայությունները մատուցել Հայաստանի հակառակորդներին։ Իրավիճակը Հայաստանում էլ ավելի բարդանում են պատճառով, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունը պատերազմ է պարտվել եւ ավելի խոցելի է անգամ, քան ուրեմն այլ տեղերում խոցումների արժանացած, այսպես ասենք, ուժերը։ Այս առումով ամենավտանգավոր սցենարներից մեկը, որ կարող է կրկնվել, այդ ներկա նախկին խոսակցության շարունակությունն է, որովհետև այդ ներկա նախկին խոսակցության շարունակությունը թույլ չի տալու Հայաստանին շարունակել իր քաղաքական զարգացման ուղին։ Այդ առումով Հայաստանի քաղաքական դաշտը ճահճացել է, հասկանում եք, փոփոխություն տեղի չի ունենում։ 18 թվականից ի վեր կա այդ ներկա նախկին այդ դիլեման, կա այդ երկակի վիճակը, որը թույլ չի տալիս առողջ քաղաքական ուժերի ձևավորում, առողջ քաղաքական թիմերի ձևավորում, թույլ չի տալի քաղաքական երկխոսության ձևավորում։ Ախր խորհրդարանը երկրում, այլ պարլամենտական հանրապետությունում պետք է լինի հիմնական հարթակը, որտեղ քաղաքական մտքեր են գեներացվում, որտեղ քաղաքական բանավեճ է տեղի ունենում։ Հայաստանի խորհրդարանում տեղի ունենում միայն քաչալշում, գողփիսո մակարդակի խոսակցություն, թալանչի, դավաճան մակարդակի խոսակցություն։ Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։